Այսպիսով Ադամը և Եվան արարվեցին մեկ գերագույն նպատակի համար, որպեսզի հաղորդակցություն ունենան Աստծո հետ։ Պատմությունը հստակ է հիշատակում, որ յուրաքանչյուր երեկո Աստված այցելում էր պարտեզ, ասվում է օրվա հով ժամին, երբ Մեղմ Զեփյուրը փչում էր երեկոյան, Աստված գալիս և հաղորդակցվում էր Ադամի և Եվայի հետ։ Սակայն դուք գիտեք օձի մասին, և սա մի թեմա է, որի մասին ես պատրաստվում եմ ավելի ընդարձակ խոսել։ And this is something I want to speak about more fully later. But God gave Աստված Ադամին հանձնարարություն էր տվել։ the job Նրա հանձնարարությունը պարտեզի պահապանը լինելն էր։ of the garden. Նա այնտեղ էր, որպեսզի պահպաներ պարտեզը։ He was there to keep the garden, Որպեսզի պաշտպաներ այն, protect it. որպեսզի հսկեր այն։ And he failed to. Սակայն նա ձախողվեց այս հարցում։ You see, the first Այսպիսով տեսնում ենք, որ մարդկության պատմության մեջ առաջին տապալումը տղամարդու մեջ եղավ։ actually recorded was in the woman. Իրականում գրված է, որ առաջին ձախողումը տեղի ունեցավ կնոջ պատճառով, սակայն տղամարդը անփույթ գտնվեց իր պարտականության մեջ։ And you see, that's the Նա չեղավ այնտեղ, որտեղ պետք է լիներ։ Ահա սա է մեր ժամանակակից հասարակության խնդիրը։ men who have abdicated from their responsibility. Խնդիրը զանցավոր տղամարդիկ են։ And almost Դրանք այն տղամարդիկ են, ովքեր հրաժարվում են իրենց պատասխանատվությունից։ the vacuum. But it's never God. Գրեթե անխուսափելիորեն կանայք փորձել են լցնել այդ վակուումը, սակայն Աստված այդպես չի նախատեսել։ So let's read the temptation that was. Այսպիսով եկեք կարդանք այն փորձության մասին, որին առնչվեց Եվան։ Սակայն եկեք հիշենք, որ դա տեղի ունեցավ Ադամի մեղքով, քանի որ Եվան այդ ժամանակ առանց պաշտպանության էր, իսկ օձը ներթափանցեց պարտեզ, քանի որ Ադամը չէր հսկել պարտեզը։ And it says in Genesis chapter 3. Ծննդոց 3-րդ գլխում ասվում է, արտոցն ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, որ Տեր Աստված ստեղծել էր, եւ կնոջն ասաց. God indeed said, you shall not. Իրավի Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չուտեք։ He didn't immediately. Օձն անմիջապես չհերքեց Աստծո խոսքը։ Նա այն հարցականի տակ դրեց, սակայն երբ Եվան տարվեց նրա հարցով պարտվեց, And the moment եւ այն պահին, երբ մենք թույլ ենք տալիս հարցականի տակ դնել Աստծո խոսքը, մենք բռնում ենք պարտության ճանապարհը։ if we look back at the history of the last. Եթե մենք ետ նայենք վերջին 100 տարվա պատմությանը, հատկապես 19-րդ դարի վերջին, կտեսնենք, որ աստվածաբանների մի շարժում առաջացավ Գերմանիայում, որոնք հարցականի տակ էին դնում Աստվածաշնչի Աստծուց ներշնչված լինելը, դիտարկելով այն որպես փաստաթղթերի մի հավաքածու։ Documents and so on. Եվ այդ շարժումը տարածվեց այլ երկրների մեջ՝ Movement Նորվեգիա, Բրիտանիա եւ վերջի վերջո Ամերիկա։ and finally to America. Սակայն Աստծո խոսքը հարցականի տակ դնելը այնպիսի ավերիչ հետևանք է թողնում, Of entity որ յուրաքանչյուրս պետք է տեղեկացված լինենք դրանից։ unbelief concerning the word of God are so disastrous that we each of us need to. Այս հարցը ծագեց եւ բարձրացվեց Գերմանիայում գերմանացի աստվածաբանների This կողմից։ original question was raised. Արդյունքում Գերմանիան երկու անձնավորություններ տվեց, ովքեր ավելի շատ տառապանք պատճառեցին մարդկությանը, քան պատմության մեջ եղած այլ անձինք։ Probably caused more human suffering than almost any other man in human history. The first was Karl Marx, Առաջինը Կարլ Մարքսն էր, իսկ երկրորդը Ադոլֆ Հիտլերը։ and in my opinion, Իմ կարծիքով նրանք Աստծո խոսքը կասկածի տակ դնելու ուղիղ questioning արդյունքն էին։ Երբ մենք տարվում ենք այդ հարցով, ճանապարհ ենք բացում սատանայի զորության համար։ we have opened the way for the power of Satan. So the woman said, to the Այսպիսով serpent, օծն ասաց կնոջը. the serpent had said, has God Իրավի indeed said Աստված you shall ասաց, not որ eat of պարտեզի everything ոչ of մի the ծառից չուտեք։ The woman said to the Եվ կինն serpent, ասաց "We may օծին, eat of the պարտեզի fruit of the ծառերի tree of պտղից God." կարող She ենք didn't ուտել։ acknowledge that Նա there չէր was ցանկանում ընդունել, որ արգելքներ կային, բայց
Այն ծառի պտղից, որ պարտեզի մեջտեղում է, Աստված ասաց. «Մի կերեք դրանից եւ դրան մի դիպչեք, որ չմեռնեք»։ Եվ Օսն ասաց կնոջը. «Ամենևին էլ չեք մեռնի, այլ Աստված գիտի, որ այն օրը, որ դուք դրանից ուտեք, ձեր աչքերը կբացվեն եւ Աստծո պես կլինեք, բարին ու չարը իմացող»։ knowing good and evil. You see, there are three Այստեղ ներքև տանող 3 աստիճաններ ենք տեսնում։ in English language. Each of them Դրանք վերաբերում են Աստծո խոսքին եւ անգլերեն լեզվում բոլոր 3-ն էլ նույն տառով են սկսվում՝ կասկածել, չհավատալ եւ երրորդ աստիճանը անհնազանդություն։ disobey. And when you Երբ դուք խորասուզվում եք կասկածի մեջ, սկսում եք չհավատալ disbelieve, եւ չհավատալով դառնում եք անհնազանդ։ you will disobey. We cannot Մենք չպետք է տարվենք Աստվածաշնչին վերաբերող սատանայի հարցերով։ Դրանք շատ it sounds ինտելեկտուալ են հնչում։ Դրանք թվացial ազնիվ հարցեր են կարծես, honest. սակայն այն աղետաբեր ճանապարհ է։ We don't know. Պետք է գիտակցենք, որ մենք չգիտենք։ Այսպիսով հավանաբար բոլորս գիտենք, թե ինչպիսի ողբերգություն եղավ այս ամենի արդյունքում։ Probably all of us are familiar with the tragic scene that followed. Eve ate of the tree of the Եվան կերավ չարի եւ բարու գիտության ծառից եւ նա պտուղը տվեց իր ամուսնուն, եւ նրանք երկուսով կերան and they both եւ նրանց աչքերը բացվեցին։ and their eyes were open. Եվ երբ նրանք գիտություն ձեռք բերեցին, գիտեք թե առաջին բանն ինչ իմացան։ They knew they were Նրանք հասկացան, որ մերկ են։ the first Դա առաջին բանն էր, որ նրանք գիտակցեցին։ Եվ նրանք վտարվեցին they were Պարդեսից։ expelled from the garden. But God in his Սակայն Աստված իր անսահման ողորմությամբ ձեռք չքաշեց մարդկային սերնդից։ he had a plan. Նա ծրագիր ուներ եւ որոշել էր այն իրագործել։ I want to turn to a scripture. Ցանկանում եմ անդրադառնալ Հակոբոսի 4:5 խոսքին։ Verse 5. Now there are as many different ways of translating this. Այս համարը տարբեր թարգմանություններում տարբեր կերպ է հնչում։ Սակայն ես կփոխանցեմ ձեզ այն, ինչն ըստիս ճիշտն է։ And it happens to come Ես from կարդում եմ ամերիկյան նոր ստանդարտ թարգմանությունից։ and it makes sense. James chapter 4. Հակոբոսի verse 4:5 խոսքը։ Do you think that the Կարծում եք, թե Սուրբ Գիրքն իզուր է ասում, թե Աստված նախանձախնդրությամբ փափագում է այն հոգին, որ դրել է մեր մեջ։ God jealous Աստված նախանձախնդրությամբ փափագում է այն հոգուն, որը դրված է մեր մեջ։ dwell in us. When he Երբ breathed նա իրեն փոխանցեց մարդու մեջ, սիրո փոխհարաբերություններ հաստատեց, որը երբեք չի ցանկանա խափանել։ love relationship Հակառակ այն բոլոր չարիքին, որ արել ենք, to cancel or revoke. հակառակ այն բոլոր ողբերգություններին եւ արատներին, որ մեղքը բերել է մեզ վրա, Tragedies and disasters. Աստված նախանձախնդրորեն God փափագում է այն հոգուն, որը դրել է մեր մեջ։ the spirit that he caused to dwell in. Some people don't Որոշ մարդիկ չեն սիրում այս արտահայտությունը։ Աստված նախանձախնդիր Աստված է։ example of God's conduct Սակայն ինձ համար սա Աստծո ներողամտության զարմանալի մի օրինակ է։ like you and me. Նա ցանկանում է նախանձավոր լինել այնպիսի մարդկանց համար, ինչպիսիք մենք ենք։ In a way that's contrary to that. Նա այնքան է փափագում մեր սիրուն, որ խանդում է, երբ տեսնում է մենք այնպիսի բաներ ենք սիրում, որոնք հակառակ են իրեն։ Over the centuries, God worked out a plan Այսպիսով դարեր շարունակ Աստված մի ծրագիր էր նախատեսել, որով նա մարդուն վերականգնելու էր իր հետ հարաբերությունների մեջ, եւ այդ ծրագիրը Հիսուսն էր։ I love the story of Zacchaeus. How many of you know the story of Zacchaeus? Սիրում եմ Ղուկասի 19-րդ գլխի պատմությունը Զաքեոսի մասին։ Chapter 19.